Մենք մատաղը չենք անում որպես զոհաբերություն, որովհետև այո, Քրիստոս զոհաբերվել է բոլորիս մեղքերի համար, հին կտակարանում մենք գիտենք, որ հաճախ մարդիկ իրենց մեղքերի համար կենդանիներ էին, արջառներ, տարբեր նոխազներ, տարբեր կենդանիներ էին բերում զոհաբերելու, որպեսզի իրենց մեղքերի թողության միջոց եւ տալիս էին քահանային այդ ամենը եւ մասնատում էին այդ կենդանիները եւ զոհաբերում էին։ Իսկ այսօր այդ զոհաբերության կարիքը չկա եւ ով ասաց, որ մատաղը մենք անում ենք իբրև զոհաբերություն։ Մատաղը իբրև զոհաբերություն չէ, այլ իբրև ողորմություն, աղքատների կերակուր եւ հենց Գրիգոր Տաթևացին էլ իր մեկնության մեջ ասում է մատաղը համարվում է աղքատների կերակուր։ Մատաղի խորհուրդը հաստատվել է դեռևս Գրիգոր Լուսավորիչ հայրապետի օրոք, երբ Լուսավորիչը ամբողջ արքունիքին եւ թագավորից սկսյալ ամբողջ արքունիքին հրամայեց, որպեսզի ողորմություն անեն եւ կենդանիներ զոհաբերեն եւ մատաղ անեն եւ աղքատներին որպես կերակուր բաժանեն։ Եվ այդ ժամանակից սկսած այլևս մենք մատաղի խորհուրդը որպես ողորմության աղքատին օգնելու, կարիքավորին ձեռք մեկնելու խորհուրդ ունի, չէ՞ որ Աստվածաշնչում ասում է, երբ որ ճաշ պատրաստես, մի կանչիր ոչ քո բարեկամներին, ոչ քո հարազատներին, որոնք որ ակնկալիք պիտի ունենաս, որ նույն բանը իրենք պիտի անեն նաև քեզ համար, այլ ասում է, երբ որ ճաշ պատրաստես, կանչիր բոլոր աղքատներին, կանչիր նրանց, որոնցից դու ակնկալություն չես կարող ստանալ, որոնք չեն կարող քո արածի համար նույնը պատասխանել քեզ։